Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել Սայաթ-Նովայի մասին, նա ծնվել է Թիֆլիսում, հավանաբար 1722 թվականին, հայրը Հալեբից Թիֆլիս տեղափոխված Կարապետ անունով մի հայ էր, մայրը Սարան, լորեցի էր, նրա իսկական անունը Հարություն էր, մանկության հասակում սովորել է գրագիտություն, բայց ավելի շատ վարժվել է վրացերենի մեջ, քան հայերենի, հետո սովորել է ջուլհակություն, սովորել է նաև նվագել մի քանի տեսակ երաժշտական գործիքների վրա, բայց ամենից շատ սիրել է քամանչան։ Երաժշտությունը նրան այնքան է հրապուրել, որ թողել է ջուլհակությունը և դարձել է երաժիշտ։ Ջուլհակ Արութինը դարձել է Աշոկ Սայաթ-Նովա։ Ենթադրվում է, որ նրան 15 կամ 16 տարեկան հասակում գերեվարել են ավարառու լեզգինները և վաճառքի են հանել Թուրքիայում։ 1738-39 թվականներին որպես նվագածու մասնակցել է պարսից Նադիր շահի հնդկական արշավանքին։ Հետո նրան փրկագնել է վրաց արքայազն Հերակլը և դարձրել պալատական երգիչ։ Հենց այստեղ էլ Սայաթ-Նովան սիրահարվել է Հերակլի քրոջը, արքայաքույր Աննա Բադոնեշվիլիին, ինչի համար Հերակլը նրան վտարել է արքունիքից և հարկադրաբար դարձրել քահանա Հաղպատի վանքում Տեր Ստեփանոս անունով 1753 թվականին։ 2 տարի անց, ընդառաջելով սիրելի երգչի խնդրանքներին, Հերակլը նրան թույլատրել է վերադառնալ արքունիք։ Սակայն արքունիքում Սայաթ-Նովայի կյանքը հեշտ ու խաղաղ չի անցել։ Նրա դեմ դավեր են նյութվել, հատկապես վրաց բարձրաստիճան պաշտոնյաների դեմ նրա սուր ելույթների համար։ 1759 թվականին վերջնականապես վտարվել է արքունիքից։ Մի տարի անց 1760 թվականին ամուսնացել է լորեցի Մարմարի հետ և ունեցել են 4 զավակ՝ 2 տղա՝ Օհանը և Մելիքսեթը և 2 աղջիկ՝ Սարան և Մարիամը։ 1769 թվականին մահացել է սիրելի կինը, թողնելով 4 անչափահաս զավակներին։ Երբ 1795 թվականին Անդրկովկասում լուր տարածվեց, թե պարսից աղա Մահմեդ խանը բարգացած վրաց Հերակլ թագավորից արշավում է Թիֆլիս, Սայաթ-Նովան Հաղպատից շտապեց Թիֆլիս փրկելու իր զավակներին։ Նրան հաջողվել է դուրս հանել զավակներին քաղաքից և ուղարկել Մազդոկ, իսկ ինքը մնացել է քաղաքում։ Սեպտեմբերի 13-ին սկսվեց քաղաքի ավերումն ու սոսկալի կոտորածը, Սայաթ-Նովան եկեղեցում էր, աղոթքի վրա, երբ ներս թափվեցին պարսիկ զինվորները և նրանից պահանջեցին հավատափոխ լինել։ Բայց ծերունի երգիչը արժանավայել պատասխան տվեց պարսիկներին, ասելով. «Դուրս չեմ գա եկեղեցուց, չեմ ուրանա Հիսուսին» և զոհվեց պարսից ցրելի տակ։ Ժողովուրդը սիրելի երգչի մարմինը հողին է հանձնել Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Սայաթ-Նովայի ուսումնառության գործում հատկապես մեծ դեր են խաղացել Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և Աշոկ Դոստիի խաղերը։ Սայաթ-Նովայից մեզ է հասել 36 վրացերեն, 66 հայերեն և 125 թուրքերեն խաղեր։ Սայաթ-Նովան մի երգիչ էր, որը հիմնականում երգում էր թուրքերեն և վրացերեն։ Մի թուրքերեն երգի տակ նա գրել է. «Հիմա կուզիմ, թե հայավարի ասիմ»։ Առաջի հայերեն երգը նա գրել է 1752 թվականին, որից հետո ևս մի 2 տասնյակ հայերեն խաղեր, որը և մեծ հեղինակություն և ճանաչում է պարգևել նրան Թիֆլիսի հայ ազգաբնակչության կողմից։ Սայաթ-Նովան գերազանցապես սիրո երգիչ էր։ Վանքում ապրած տարիներին նրա մեջ չմեռավ աշուղը։ Երբ մի անգամ լուր է տարածվում, թե Թիֆլիս է եկել մի նշանավոր աշուղ, նա չի դիմանում և փախչում է վանքից և շորերը փոխելով գնում է մրցելու այս աշուղի հետ։ Սայաթ-Նովայի թոռը Մովսես Տեր-Սայաթյանը եղել է հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի պսակող քահանան, իսկ նրա ծոռնուհիներից մեկը Բեժբրոշյանի կինը։ Սայաթ-Նովան միաժամանակ և երաժիշտ էր, և բանաստեղծ, և դեռ հարց է, թե ավելի երաժիշտ էր նա արդյոք, թե բանաստեղծ։ Այսօր այսքան, հարգելիներս, մնացեք խաղաղությամբ։